Երևանն էլ Բաքուն էլ ապա շրջափակման հայտարարություններ գրեթե միաժամանակ արեցին, որ ես սա եմ բացում, դու նա ես բացում։ Դա Թրամփին ոգևորելու համար էր, թե իրական հող կա այդպիսի հայտարարությունները։ Դա երկու երկրների միջև ապա շրջափակում չի այդպես ռեալ առումով Վրաստանի տարածքով, ոնց տրանզիտ երկիր էր դա, ծորենի մատակարարման մասն է խոսքը, ես ուզում եմ հասկանալ։ Ռուսներն ասում են մենք Ադրբեջանով կմտնենք Հայաստան։ Եվ ունենք այդ համաձայնությունը։ Տեսնենք նախ դա կլինի թե ոչ, իհարկե ռուսներն էլ ուզում են ցույց տալ, որ միայն Տրամփը չի, որ կարող է այդպիսի բաներ այստեղ իրականացնել։ Միջին միջանցքի տրամաբանությունը չշփոթենք, խնդրում եմ Զանգեզուրի միջանցքի հետ ընդդիմությանը նկատի ունեմ, սա չի կարող Ալիևը գնալ այդ տրամաբանության դեմ, սա գեոպոլիտիկ խաղ է։ Գումարած Հայաստանի եւ Ղազախստանը ձեռք էին բերել պայմանավորվածություն, Ալիևը չէր ցանկանա գոնե Տոկաևին այդ առումով նեղացնել ինչ որ առումով։ Այսինքն մենք կտեսնենք դա շարունակություն կունենա, թե միայն այս տարանցման մասին է խոսքը, ես չեմ լսում Ալիևը ինչ ասում։ Եվ երկրորդ հարցոք հետագայում սահմանազատման հարցերի հետ կապված Ալիևը ինչ որ նոր քարտեզներ չի հայտնաբերի, այսօր էլ այդ քարտեզներից խոսում ռուսական գենշտաբում հաստատ կգտնվեն քարտեզներ, որոնք մեզ ոչ ձեռնտու սահմանազատում են ենթադրում, եւ արդյոք դա խնդիր չի լինի ապաշրջափակման խաղաղության խաչմերուկի համար, խոսքը այս տարածքի մասին չէ, այս ճանապարհի, այլ Հայաստան-Ադրբեջան ողջ ուրեմն լոգիստիկ ապաշրջափակման համար սովետական շրջանի նկատմամբ։ Ալիևի այսօր ցարական Ռուսաստան հիշատակում իմ տպավորությունն է ամենայն դեպս, որ քարեր են նետում նաև ռուսական Բոստան։ Գիտեք խնդիրը որն է, Պուտինը ինքը մշտապես նշում էր այդ։ Ասել էր, չէ՞, մեզ օկուպացրել են ռուսները Ժամանակին օկուպացրել են, բայց ըստ էության այդ օկուպացիայից հետո ստեղծվեց Ադրբեջանը, եթե խոսքը Թուրքմենչայի կամ Գյուլիստանի պայմանագրի մասին 13 թվականի 28, այսինքն Իրանին են այստեղ ամենամեծ վնասը ըստ էության ռուսները տվել, Լենինն էլ մեծ ներդրում ունի Ադրբեջանի առաջին հանրապետության կառուցման հարցում Հայաստանի հողերի վրա, այսինքն այստեղ խնդիրը որն է, քանի որ Պուտինը ինքն էլ է միշտ այդպես հասկացնում, որ իրենք տենց քարտեզներ ունեն ի տարբերություն այն քարտեզների, որ որոշվել է իբրև թե որ պիտի սահմանազատման 91 թվականի օրինակ կամ 70-ական կեսերից լինի։ Ես ուզում եմ հասկանալ Պուտինը այդ ինչ քարտեզներ է որ ունի եւ մինչեւ այսօր որևէ մեկը չի տեսել եւ գուցե Ալիևը դրանց է հղում անում։ Գիտեք, մենք այստեղ իդեպ այսպես անհավանական բաներ չենք խոսում։ Մենք պիտի հիշենք, որ տարիներ առաջ Պուտինն էլ էր խոսում քարտեզների մասին։ Կարող է դա ցարական չի, ասենք սովետական է, կամ ով է, ով գիտի, երբ է դա գծվել ընդհանրապես, բայց այն որ Ալիևն էր ցանկանում, որպեսի սահմանազատումը Ալմաթայի հռչակագրով չլինի, դա մենք հիշում ենք, ըստ էության արևմուտքը ստիպեց նրան, որ նա Ալմաթայի հռչակագիրը եւ սկզբունքները ընդունի Պրահայից հետո։ Բա ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինչի մասին են խոսում։ Խոսում են նրա մասին, որ որքան էլ ավտոկրատ ղեկավարներ ունենան անձնական խնդիրներ, կամ ամեն մեկը ուզենա իր դիրքը առավել ուժեղ պահի, նրանք ինչ-որ պահի միավորվելու են ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արևմուտքի, եւ դա գաղտնիք չի, Ադրբեջանում միշտ էլ հնչել են տեսակետներ, որ այստեղ Արևմուտքը եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները տեղ չունեն։ Հիմա Ալիևը փոխել է իր կարծիքը, գուցե Տրամփի վախից փոխել է, բայց իր ներսում նույնն էլ Սևան էր, չեմ կարծում, նա ուղղակի հայտարարություններ է անում։ Մենք գիտենք, որ ապագայի պատերազմները քաղցրամջրի համար են լինելու ջրային պաշարները, գիտենք Սևանի կարևորությունը, այսինքն հրապարակից չի խոսում է Սևանից։ Եվ այդ առումով ես մի բան կարող եմ ասել, Ալիևը ցանկացավ ցույց տալ, որ ես քո համար խաղալիք չեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես էլ իմ տարածաշրջանի թագավորն եմ այստեղ ուզում նայողը լինել։ Եվ Պուտինը դեռ կարծես դա հասկանում է, իհարկե իր մեջ նա դա կպահի, բայց քանի դեռ Ուկրաինայում ինքը խրված է եւ Պոկրովսկը համարում է գրավումը այդպես լուրջ ստրատեգիական հաջողություն, նա ստիպված է Ալիևին այսպես ժեստեր անել։ Մեֆտիևի գործը բեմադրություն է, թե ուրիշ վաստառում։ Ես կարծում դա երկու նպատակ ուներ, Ալիևին ցույց տալ, միայն դուր գալը չէ, որ մեզ տարբեր մարդիկ դիմում են, ճակերտավոր, որ մենք քեզ հեռացնենք, այնպես է դու էլ տենց ժողովրդավարական ճանապարհով չես ընտրվել,
նույնիսկ եթե արդեն վերադարձել ես Ճակերտավոր Լեռնային Ղարաբաղը, Այդ ռուսական ազդակի մասին է խոսքը։ այո, դու ունես ներքին լուրջ խնդիրներ, ընդդիմություն չկա, սոցիալական լուրջ խնդիրներ կա, կլանական այդ կառավարումը, այսինքն կարող են քեզ համար խնդիրներ ստեղծել, բայց այնքան բարի ենք, որ քեզ ասում եք զգուշ եղիր, այսպեսի բաներ են տեղի ունենում, այսինքն ես այլ եմ մտածում, ել չասած, որ իրենց ազդեցության գործակալին ըստ էության հանձնեցին, բայց Ասադից հետո ես արդեն ամեն ինչ մտածում եմ Մադուրոյի ուղղությամբ եմ հիմա կասկածում։ Վենեսուելայի նախագահի։ Դե Մադուրոն Վաշինգտոնի քթի տակ է, միջել մի էլ կասկածի, որ հանձնի։ Մյուս կողմից էլ, քանի որ ուզում է ասի ձեռքերդ հեռու պայ Ուկրաինայից Տրամպին, կարող է փորձեն գործարքի գնալ, ես Տրամպի վրա էլ այդքան հույս չեմ կարողանում դնել, բայց հուսով եմ Տրամպը կգիտակցի, որ Ուկրաինայի Եվրոպայի անվտանգությունը որևէ կապ չունի Կարիբյան ավազանում իր խնդիրների հետ։ Պարզ է։ Հիմա գանք շատ էական մի հանգամանքի։ Կարևոր է Հայաստանը ընտրությունների կգնա կամ շեմին կհայտնվի Բաքվի հետ կամ Մոսկվայի հետ հարաբերությունների այս մակարդակով, թե այլ։ Ես նախ կարծում եմ օրեցօր իրավիճակ է փոխվելու, որևէ մեկը չի կարող ասել մինչև 26 թվականի ընտրությունները աշխարհում եւ տարածաշրջանում ինչ կփոխվի։ Ցանկացած կետում զարգացում, երբ մենք խոսում ենք Պաղեստինից կամ Վենեսուելայից, դա մեզ է վերաբերում, շատ հաճախ ասում են, դա մենք ինչ գործ ունենք, սա հենց Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի պայքարն է, որը մեզ վրա ազդեցություն ունենում է տարածաշրջանում։ Հիմա իմ կարծիքով այսպես է Պուտինի խաղը չթողնել, որ Նիկոլ Փաշինյանը առանց կոալիցիայի կարողանա իշխանություն ունենալ, հնարավոր ձևերով թույլաtsնել նրան, հասկանալով, որ չես կարող փոխել այս մարդկանցով, եթե կարողանան, կցանկանան, կուրախանան ներողություն, բայց եթե հասկանում են, որ այս իրավիճակում դեռ Փաշինյանը ընտրվելու է, իմ կարծիքով, հատկապես եթե եկեղեցու այս բացահայտումները շարունակվեն, ամեն ինչ պիտի արվի, որ Նիկոլ Փաշինյանը այնքան վստահություն չունենա իր վրա, որ կարողանա հանգիստ փոխել իր նավը դեպի Եվրոպա, ասում են մյուս տարի դիմելու ենք Եվրամիություն, պաշտոնապես դեպի Տրամփ, Պուտինը ամեն ինչ պիտի անի, որ կառավարելի պահի Նիկոլ Փաշինյանին, եւ դրա համար գուցե գնալով էլի այս հայտարարությունները առավել ուժեղանան, ել չասած, որ տնտեսական ճնշման մեթոդներին կդիմեն, այնտեղ վերին դարս է, որ սոցիալական դժգոհություն առաջանա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ես պատկերացնում եմ որևէ բան սահմանին լինի։ Ինչ կփոխի։ Այս պահին Ալիևը իհարկե Պուտինը կցանկանար Ալիևի ձեռքով այդպեսի մի բան անել, բայց Ալիևն էլ է խորամանկ, Տրամպին չի ցանկանա հիմա այստեղ գրգռել, հատկապես որ Տրամպը ամենտեղ խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին։ Կարող է անկանխատեսելի պատասխանել Տրամպը։ Դրա համար գոնե 1 տարվա մինչև 26 թվականի կտրվածքով Ալիևը այդպիսի քայլերի չի գնա, բայց որ ամեն ինչ կանեն, որ ցույց տան, որ սա խաղաղություն չի եւ մենք ընդհանրապես այսպես սպասում ենք, դա արդեն նա ցույց է տալիս։ Այսինքն պայմանագիրը հաստատ արկախված կմնա մինչև ընտրություններ։ Չի ստորագրվի, Ալիևը դա կապում է իդեպ հարակվի արդյունքների հետ, հարակվեն հանդրությունից առաջ չի լինելու, հանդրությունից հետո նախ տեսնենք ինչ արդյունք կլինի, ինչ կլինի, այսինքն ես չեմ կարծում, որ 26-ին է ստորագրվելու նույնիսկ, նայած Տրամպը ինչ իրավիճակում կլինի ԱՄՆ-ում եւ արդյոք այդ Էփշտեյնի գործով տարված ինքը արդեն իր անվտանգության մասին չի սկսի մտածել։ Լիլիթ, հիշում եք երբևէ այսպիսի մթնոլորտ նախընտրական Հայաստանում։ Այսպիսի մթնոլորտ հիշում եմ 2003 թվականին, դուք հետաքրքիր այդպես հաղորդում տեսա նաև ձեր հեղինակային հանրային հեռուստաընկերությամբ ատելության։ Ես դեռ 13 տարեկան այսպես դեռ ասեի, բայց հիշում եմ, որ ատելություն կար։ Ուղղակի այդ ժամանակ հստակ փոքրամասնություն էին իշխանությունները եւ ընդդիմությունը վայելում էր ժողովրդի հարգանքը եւ վստահությունը։ Հետագայում ինչ տեղի ունեցավ դրա մասին չխոսեմ։ Հիմա առավել վտանգավոր է եկեղեցու թեման էլ կա, փորձում են կրոնը օգտագործել, որը շատ իհարկե տգեղ է։ Մի կողմից չես կարողանում քննադատել, որովհետեւ հավատացյալ ես, մյուս կողմից չես կարողանում ձայն չհանել այս մարդկանց արարքներից եւ հիմա առավել այո ես դες համաձայն եմ պառակտված եւ մասնատված է հասարակությունը այն ժամանակ գոնե գիտեն կային ընդդիմություն, լիդեր եւ կար իշխանություն հիմա իշխանություն կա ընդդիմությունը տարբեր երանգներ ունի արևմտամետ, ռուսամետ, այդտեղ արևմտամետներն էլ այդքան էլ արևմտամետ չեն, այնտեղ կան մարդիկ, որ ավելի շատ ռուսամետից էլ ռուսամետ են, ուղղակի չի երևում, այսինքն ոչ, այսպիսի ներկապնակ եւ ես ասում եմ Ես հավակցում եմ նույնիսկ հայ ժողովրդին, որովհետև ունենալու ենք 1000 կուսակցություն, 2 միլիոն բնակչության
կտրվածքով եւ որևէ մեկը չի հասկանալու ով ում հետ կապ ունի։ Մեկ էլ կարող է վերջում պարզվի բոլորը, չգիտեմ, KGB-ի հետ կապ ունեն, բայց ասում էին մենք Եվրամիության կողմնակիցն ենք, օրինակ։ Չասեցիք կոմպրոմատների պատերազմը ինչի կարող է հանգեցնել այս մթնոլորտը։ Սա Եվ կա այդ ռիսկը։ Արդեն սկսել է, նորություն չի, Հայաստանում ես կասեի Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից է դա սկսել, երբ գործիք էր հանդիսանում ԱԱԾ-ն, ընդհանրապես կոմպրոմատները ընդդիմադիրների նկատմամբ եւ հիմա շարունակվում է, հետաքրքիր է հասկանալ ովքեր են տրամադրում այս տեսանյութերի իշխանություններին, այդ հարցը շատ կարեւոր է, որովհետեւ Արշակ Սրբազանը դիմեց դատարան, բայց զրպարտության համար չդիմեց, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածն է, այսինքն չի հերքել ըստ էության, որ դա ճիշտ է, դա մի կողմ, հարց չի առաջանում, երբ է կատարվել այդ նկարահանումը, ով է կատարել, լռություն է։ Դեպ մամուլում տեղեկություն կա, որ դա Սերժ Սարգսյանի օրոք է կատարվել։ Այսինքն սա նոր չի, այլ հարց է, որ հիմա ինչ-ինչ կենտրոնների ձեռնտու է, որ այդ կոմպրոմատները արդեն իհայտ կան։ Ես չգիտեմ ում վրա էլ կա կոմպրոմատ, հիմա կարող է հարց տան, բայց իշխանության վրա չկա, ինձ շատ են այդ հարցը տալիս քաղաքացին, ես չգիտեմ։ Ես որևէ մեկի անձնական կյանքով հետաքրքրված չեմ, դա ճիշտ չի, բայց որ Հայաստանում ներքաղաքական պայքարը լինելու է այս շրջանում ամենակներեք կեղտոտը եւ ամենատեգեղը ես դրանում վստահ եմ։